Տեր Հիսուս Քրիստոսին իր մեծ ողորմությունների համար իսկականից Աստծո սերը ինչ մեծ է, չէ, որ տենում ենք Աստծո գործերը, Աստծո ողորմությունը զարմանում ենք։ Մենք ով էինք։ Մենք ոչ մի բան էինք։ Մենք կորած մարդիկ էինք, որ Աստված մեզ ողորմություն արեց, մեզ բերեց դեպի իրան, դարձրեց իր զավակներ ու հիմա մենք կոչվում ենք քրիստոնյաներ, քուր եղբայրներ, որ Աստված իր անսահման սիրով ու իր անգին սուրբ արյունը թափելով մեզ միաբանեց, մեզ դարձրեց իրան զավակներ։ Աստծո ողորմությունները անսահման է։ Այսօր մարդը մի բան մտածում է, մարդու մտքով մի բան անցնում է, ուղղակի կարող է թեթևակի անցնի, բայց չպատկերացնի, որ Աստված իր Տերն է, Աստված իր Աստված է ու Աստված լսում է ու տեսնում է, գիտի իր զավակների կարիքները, ցանկությունները, հոգսերը։ Մեկ էլ տեսնում ենք, որ Աստված ողորմություն արեց, Աստված իր հրաշքը գործեց, իմանալով, տեղյակ լինելով իր զավակների կարիքներից, փառք իրան։ Դրա համար մենք ինչքան պետք է ջանք թափենք, որ մենք Աստծուն հաճելի զավակներ լինենք։ Շատ հետաքրքիր է, այն որ ունենք փոքր երեխաներ, երբ որ մեր երեխուն ասում ենք մի հատ էսի տուր, երեխան տալիս է, մենք մեր մեջ ուրախանում ենք, չէ, ասում ենք փառք Աստծուն փառք ենք տալիս, երեխես ասում ենք լսող երեխա է, բա որքան ավելի մեր հայրը, որ երկնքում է, ուրախանում է իր զավակներով, որ տեսնում է իր զավակները իր կամքը կատարում են, իր խոսքով են ապրում։ Դրա համար սիրելի քուր եղբայրներ, պետք է առավել եւս ջանք թափենք, որ հաճելի ձևով ապրենք այս երկրի վրա, մեր Տիրոջ համար, մեր Տիրոջ կամքը կատարելով, իրան փառաբանելով, իրան երկրպագելով, իր խոսքը պինդ ամուր պահելով։ Աստծո խոսքը ոնց որ Սուրբ Գիրքն է ասում, դժվար բան չի Աստծո խոսքը պահելը։ Ուղղակի մարդ պետք է իր ներսից այդ ցանկությունը ունենա, այդ նվիրումը ունենա։ Մեր ուղեցույցը հոգևոր ճանապարհի մեջ Աստծո խոսքն է։ Եթե մենք Աստծո խոսքից շեղվենք, Աստծո խոսքից դուրս գանք, մենք կմոլորվենք։ Գործի մեջ դե շինարարության մեջ օգտագործում ենք չափեր, չէ, ասենք ունենք հարթաչափ, ունենք անկյունաչափ, երբ որ անկյունաչափը 2 միլիմետր կարճ տարածության մեջ, ասենք խախտվում, իրան որ դնում նայում ես 2 միլիմետր խախտվել է, օրինակի համար 1 մետրի մեջ, ինքը չնչին է երևում, շատ քիչ է երևում աչքին, պետք է ուշադիր լինես, որ տենաս այդ 2 միլիմետրը, բայց երբ որ երկարում է, այդ 2 մետրը դառնում է օրինակի համար 6 մետր, արդեն շեղումը մեծ է, արդեն աշխատանքը ճիշտ չի, արդեն արդյունքը ճիշտ չի, արդեն դու շեղվել ես քո աշխատանքից, հետո տեսնում ես, որ գործդ արդեն բռակ է, գործդ կարող է չընդունեն, նույն էլ հոգևոր կյանքում, նույն էլ հոգևոր ճանապարհում, եթե մենք Աստծո խոսքից թեկուզ այդ 2 միլիմետրը շեղվում ենք ու ուշադրություն չենք դարձնում, որ հետ դառնանք ուղենք այդ չնչին սխալը, այդ սխալը արդեն գնում դառնում արդեն մոլորության։ Ու տեսնում ենք, որ մարդիկ մոլորվեցին, մարդիկ շեղվեցին, մարդիկ բաժանվեցին, մարդիկ տեսնում ենք, որ ապրում են, գալիս եկեղեցի գնում են, բայց իրանք աշխարհայինից չեն տարբերվում, որովհետև իրանք հետ չեն դարձել այդ ուղումը կատարելու։ Ու արդեն մեղքը ինքստինքյան մեղք է ծնում, Աստծո խոսքն է ասում։ Ու մեղքի վարձքը մահն է, եթե Աստծո զավակը չգիտակցի, եթե Աստծո զավակը հետ չդառնա, Աստծո խոսքը ասում է հետ դառնիտես որտեղից ընկար, որ դու էլ կարանաս ուղես, որ կարանաս հետ դառնաս, այնպես որ մեր կոմը, մեր մասը շատ մեծ է, մենք ունենք Տեր երկնքում, որ
ամեն ինչից տեղյակ է, մեր ամեն ինչից է տեղյակ ինքը, բայց սիրելի քույր եղբայրներ, եթե մենք ուզում ենք հոգևոր կյանքի մեջ առաջ գնանք, եթե մենք ուզում ենք հոգևոր կյանքի մեջ հասնենք այն նպատակին, որի համար որ Աստծո խոսքն է մեզի կանչել, Աստծո խոսքը մարդուն կանչում է, ավետարանը մարդուն կանչում է, նպատակի համար, ոչ թե ասում է արի գնա ժամանակդ անցկացրա, գնա քո տունը ու ապրի քո մնացած հոգսերով ու քո դարդով, քո ցավով, չէ, Աստծո խոսքը ստեղ ամեն մեկիս Աստված մեզի ամեն մեկիս կանչել է ինչ-որ նպատակի համար, Աստծո խոսքը համարում է այս ճանապարհը մրցույթի, որ մենք պետք է մրցենք, որ մրցանակ կա վերջում, որ պսակ կա վերջում, ու այդ պսակը ո՞րն է, այդ պսակը հավիտենական կյանքն է, երկնքում, որ Տերը պատրաստել է ամեն մեկիս համար, իրան ծառայողներին, իրան պաշտողներին, սուրբերի համար, էդ է նպատակը, ուրիշ բան չկա այս երկրավոր կյանքում, որ Աստված պաշտելով Աստծո խոսքը քեզի ինչ-որ խոստումներ է տալիս, կհասնես մարմնավոր հաջողությունների, կհասնես ֆինանսական հաջողությունների, չէ, ընդհակառակը, Աստծո խոսքը ասում է շատ դժվարությունով ես մտնելու երկինք, շատ դժվարությունով, որովհետև մարմինը, ոնց որ Սուրբ գրքի մեջ է ասում, հոգուն հակառակ է, այսինքն մեր հոգին, երբ որ մենք կերակրում ենք, մեր հոգին սնվում է Աստծո խոսքով, մեր հոգին ձգտում է երկնայինին, բայց մեր մարմինը ընդհակառակը, մեր մարմինը ինքը ունի ցանկություններ, որ երկրի վրա է, որ մեզ ուզում է ստիպի, որ մենք կատարենք իր ցանկությունները, փառք մեր Տեր Հիսուսին։ Առաջի թուղթ Հովհաննես 5-րդ գլխից Ամեն ով որ կհավատա, թե Հիսուս Քրիստոս է, Աստծմե ծնած է, ամեն ով որ ծնողը կսիրե, անիկա ծնածնալ կսիրե, ասով կճանչնանք, թե Աստծո որդիները կսիրենք, երբ Աստված սիրենք ու անոր պատվիրանքները պահենք, վասնզի, ասիկա է Աստծո սերը, որ անոր պատվիրանքները պահենք, և անոր պատվիրանքները ծանր բան չեն, վասզի ան, որ Աստծմե ծնած է, աշխարհին կհաղթե, մեր հավատն է, որ աշխարհին կհաղթե, ով է, որ աշխարհին կհաղթե, եթե ոչ անիկա, որ կհավատա, թե Հիսուս Աստծո որդի է, սիրելի քույր եղբայրներ, այսօր բոլորս հավատում ենք, որ Հիսուս Աստծո որդի է, ամեն հավատում ենք, փառք իրան, այդ հավատքը շատ կարևոր է, որ մենք ուղղակի շուրթերով չասենք, որ մենք հավատում ենք, որ մեր սրտի մեջ լինի այդ հավատքը, որ մենք հավատանք, ու դեպքեր ա եղել, տեսել ենք, որ մարդիկ հավատալով, ընդունելով Հիսուս Քրիստոսին, ինչերից են ազատվել, ինչերից են պրծել, Աստված ինչ մեծ հրաշքներ ա գործել, մարդը հավատալով, ես կուզեի մի հատ կարճ վկայություն պատմեի, որ Հայաստանում այս դեպքը տեղի ունեցավ, մի օր աշխատանքի տեղը գործ եմ անում, հեռախոսի զանգ եկավ, պատասխանեցի զանգին, երիտասարդ էր ինձ զանգում, որին ճանաչում էի, հրավիրել էի հավաքույթների, եկել էր մեր կիրակորյա հավաքույթներին, մի քանի անգամ մասնակցել էր, զանգեց ինձ, ասեց Հովոլոսի, ասեց հիմա կալանավայրում եմ, ասեց հետներս մի հատ երիտասարդ կա նստած, ասեց որ այս երիտասարդը մի քանի անգամ մահափորձ ա ուզեց կատարի, իրան ուզեցել ա կախի, ասեց մի անգամ փորձեց իրան կախի, պարանը կտրվել էր, երկրորդ անգամ ինչ-որ տենց ավելի ամուր պարան էր պատրաստել, որ պետք է իրան կախի, բայց կալանավորները քթել էին այդ պարանը, որ դոշակի տակ էին քթե, որտեղ էին քթե, ու չէին թողել, որ իրան կախի, ասաց շատ լավ երիտասարդ է, էլի ափսոս է, չենք ուզում իր այդ բանը լինի, ասում է, տենց մտածեցինք ինչ կարելի է անել, ոնց կարանք իրան օգնենք, ասում է ես հիշեցի ձեզ,
ու ասում է ասեցի որ հավատացյալներ կան, որ կարան իրան օգնեն, արեք զանգենք։ Ինձ հեռախոսը վեկալել էին իմ համարն էր ինքը մենակ ունեցե, զանգել էր ինձ, տենց պատմեց ներկայացրեց ինչ վիճակա, ասես կողքս է, ուզում ես տամ հեռախոսը իր հետ խոսաս, ասեցի տուր հեռախոսը, դու իր հետ խոսամ, ուրեմն այս երիտասարդը սկսեց պատմել ինքը ոնց է հայտնվել կալանավայրում։ Իր հետ սատանեն բացահայտ գործել էր։ Իրան տարել էր տարբեր հանցագործությունների, բացահայտ, ասել էր ստեից կմտնես, ընդեից կհելնես, որ քեզի չբռնեն, այս կանես, այն կանես, այդ էս բացահայտ սատանան իր հետ գործել էր ու ինքը հանցագործություններ էր գործել ու տենց շարունակ։ Ու ասում է եկավ մի պահ հովով, որ ինքը ինձ ասում էր, որ պետք է մեկին վնաս տամ, ասում էր, բայց ես չէի ուզում ոչ մեկի վնասեի։ Ասում է ես գնացի ինքնակամ ոստիկանություն ու հանձնվեցի, ես երիտասարդն է պատմում, ասում է ինչ որ ունեի, հանցանքի գործիք, բան սաղ տվեցի ոստիկաններին, ասում է ոստիկանները զարմացել էին, ասում են լսի, մենք բռնում ենք զորով չեն խոստովանում, դու ես եկի քո ոտով խոստովանվում ես, ասել է հա, ես եկել եմ, ես ես մարդն եմ, ես եմ արել, ինձ բռնեք, ինձ մի թողեք, որ ես տեղից տեղ եմ, ես չեմ ուզում ոչ մեկի վնասեմ։ Ու տենց հայտնվել էր կալանավայրում ու ասում էր արդեն կալանավայրում այդ ոգին, այդ դևը, ասում էր գալիս է ներկայանում է որպես Հիսուս Քրիստոս ու ինձ ուզում է տանի իր հետևից, ասում է որ ինքը գալիս է, ես չեմ կարող իրան, ասենք դիմադրեմ, դիմակայեմ, ասում է ես ինձ շատ լավ եմ զգում իր ներկայությունից։ Ու ասում է արդեն 2 անգամ է փորձել եմ էլի որ ինքնասպանել եմ ու շարունակվում է այդ ամեն ինչը։ Դե ես մի անգամից հասկացա, որ դա սատանեն է, ես իրան ասեցի լսի, ասի դա սատանեն է որ գալիս է։ Ինքն էլ ասեց հա, գիտեմ ասեց, գիտեմ որ Հիսուսը չի, ասեց սատանեն է, ասեց ոնց կարամ ես իրանից ազատվեմ հովո։ Ասի լսի, իրանից միակ ազատվելու ձևը, ասի որ ընդունես Հիսուս Քրիստոսին քեզի որպես Տեր ու Փրկիչ։ Ասեց ընդունում եմ։ Ասի խոստովանվես քո մեղքերը իրան, հեռախոսով ենք խոսում իր հետ։ Ասեց խոստովանվում եմ, ասեց ինչա պետք անեմ։ Ասի պետք է ընդունես որպես քեզ Տեր ու Փրկիչ, խոստովանվես քո մեղքերը, զղջաս քո մեղքերի համար, խնդրես որ Աստված քեզի ների, խնդրես որ Աստված քեզի ազատի այդ անօրենից որ գալիս է քո հետևից, ասեցի միայն այդ ձևի դու կունենաս ազատագրում իրանից, ասեց համաձայն եմ, ասի ավետարան ունեք, ասի ավետարան էլ կարդա, ասի արի հիմա իրար հետ աղոթք անենք նա հեռախոսով, դες կարճ աղոթք արեցինք, ասի եթե կուզես իմ ասածները կրկնեց իմ ասածները, ասի ավետարան կարդա, ասի կարդալով, աղոթելով, Աստծու որդին ճանաչելով, դու մենակ կունենաս ազատագրություն, փրկություն, այդ անօրենից, այդ մահից, որ գալիս է քո հետևից։ Ինքը ճարահատված էր, ասեց խնդիր չկա, ես կանեմ։ Սկսեց իրա կարդալը, աղոթները, տենց հեռախոսով կապ էինք ունենում, նույնիսկ նույն այդ բանտախցի մեջ կամեր են ասում, նույնիսկ այդ նույն կամերում մյուս կալանավորները արդեն հետաքրքրված էին իրանով, որ տենում էին փոփոխություն կա, կիրակի օրերը զանգում էին, հեռախոսը դնում էին միկրոֆոնի վրա, պահում էին դինամիկի մոտ, բոլորը Աստծո խոսք էին լսում, այդ խցի մեջ Աստծո ժողովուրդ, Աստծո ողորմությունով անցավ մի ժամանակ, էլի զանգեցին, այս երիտասարդը մի հատ երազ էր տեսել, ասում է, լսի, ասում է, երազից կանգնած եմ, ասում է, ու ոնց որ բարձր տեղն եմ կանգնած, ու ասում է, սաղ Երևանը դիմաց սա, ասում է, լույսեր ա, նայում եմ այդ լույսին շատ սիրուն քաղաք ա, ասում է, նայում ու հիանում եմ, ասում է, ինձ սիրուն քաղաք ա ինքը, ասում է, մեկ էլ մեկը սենց հետևիցս ձեռը դրեց ուսիս, ասում է, ֆռացի սպիտակ հանդերձ տեսա, ասում է, երազումս ինձ ասեց անկողինդ քար արա, հանդերձդ քուրձ, ասեց
ու կտեսնես մեծ ողորմությունը, հիմա զարմացել են, ինչա նշանակում այդ երազը, բան, զանգել են ինձ են ասում են, ես ինչ երազ է, բան, հիմա այդ զանգողն էլ արդեն իրանք ընդ գործողություն են արել, զանգելա, ասում է, Հովո ջան, ասում է, դոշակը տակից հանել ենք, բետոնի վրա է քնում, բայց ասում է, այդ քուրձը հələ չենք կարում ճարենք, որ այդ քուրձն էլ հագցնենք, ասի լսեք, այդ քուրձը, այդ ֆիզիկական քուրձը չի էլի, ասի, որ պետք է հագցնեք, ասի, այդ են ապաշխարությունն ասի, այդ են զղջանքն ասի, այդ են, որ մարդ զղջում է իր արածի համար, փոշմանում է, սիրելի քույր եղբայրներ, եկեղեցին աղոթեց այդ երիտասարդի համար, աղոթներ էր լինում, արդեն ոնց որ դարձել էր եկեղեցու համար հարազատ անձնավորություն, որտեղ մարդիկ հետաքրքրվում էին, ես ու մեր Արտուր եղբայրը, մեր երեցը որոշեցինք գնանք արդեն բանտ իրան այցելելու, Աստված օրհնի Աստծո ժողովրդին, եկեղեցին տենց առևտուր էր արել շոր, ասենք ինչ որ պետք էր էլի ուտելիք բան, գնացինք որ պետք է արդեն տեսակցության մտնենք, գնացինք, սպասեցինք, բայց մեզ չթողին իրան, որ տենանք, ինչ-ինչ պատճառներով չկարացանք տենանք, բայց Աստծո գործը էլի ինչ հետաքրքիր է, սիրելի քույր եղբայրներ, գնացինք ընդեղ հիմա այդ սպասասրահում սպասում ենք, մի հատ քույրիկ ունենք, որ եկել էր հավաքույթների ու ինչ-ինչ պատճառներով լքել էր, հեռացել էր, չէր մասնակցում, ինքն էլ եկել էր իր տղուն տեսակցության, իր տղեն էլ էր այդտեղ, Արտուր աղբերը տեսավ ճանաչեց, Արտուր աղբերը տեսավ ճանաչեց, մոտիկացավ, խոսեց այդ քույրիկի հետ ու փառք Աստծուն այդ քույրիկի վերադարձնել եղավ, քույրիկը մեր եկեղեցում է, մեր խմբում է, Երևանի մասիվի մասնակցում է, զարմանում ես Աստծո գործերի համար, Աստված որ մարդուն ուղարկում է, այդ գործը ունայն չի լինում, այդ գործը դատարկ չի լինում, ճիշտն ասած մենք փոշմանը ասենք ասում ենք ափսոս էլի չկարացանք այդ երիտասարդին տենայինք, բայց ունայն չէր մեր գնալը։ Աստված այդ քույրիկին էլ էր բերել այդ օրը, որ պետք է հանդիպի Արտուր աղբորը։ Արտուր աղբերը իր այդ խոսա, որ ինքը սկսի հետ գալը, մասնակցելը, վերադառնա, փառք իրան, իր անսահման գործերի համար ու տենց անցավ կարճ ժամանակ արդեն ոնց որ նոր տարուն էր մոտենում, թե նոր տարին անցել էր, հեռախոսի զանգ եկավ, պատասխանեցի այդ երիտասարդն էր, ասեց ինձ տեղափոխել են, ասեց ուրիշ տեղ են տեղափոխել, ասեց չկարացա ես քո հետ կապ պահեմ, Հովո, ասեց բայց հիմա շատ լավ եմ, ասեց ազատվել եմ, ասի կարդում ես, աղոթում ես, ասեց հա, ասեց ազատվել եմ, այդ անօրենից, այդ կապանքից, այդ դևից, ասեց ազատագրվել եմ, ասի շատ ուրախ եմ ես քո համար, ասի որտեվ եկեղեցին աղոթում էր քո համար, եկեղեցին աղոթում էր քո ազատագրության համար, սիրելի քույր եղբայրներ, եկեղեցու աղոթքը, Աստծո զավակների միտեղ հավաքվելու, միաբանվելու աղոթքի զորությունը, որ մենք իրան չէինք տեսել, մենք չգիտեինք էլ ինքը ով է, ինչ ձևի անձնավորություն է, բայց որ եկեղեցին հավաքվավ, աղոթեց, Աստված քանդեց այդ կապանքները, Աստված իր ողորմությունը արեց, Աստված ազատագրեց, փառք մեր Տեր Հիսուսին, իր հրաշագործության համար, իր մեծ ողորմությունների համար, մենք էլ իր զավակները լինելով, իր ծառաները, իր որդիները, դուստրերը լինելով, մենք էլ լինենք մեր չափի մեջ, իրան պաշտելու, իրան երկրպագելու, իրան փառաբանելու, լինենք դրա մեջ, որ Աստված մեր մեջով գործի, եթե մենք դրա մեջ չլինենք, կլինի ունայն խոսքեր, կլինի մոլորություն, մարդկանց կխաբենք, մարդկանց կշեղենք, մարդկանց կմոլորենք, եթե դրա մեջ չլինենք, բայց որ մենք Աստծո խոսքի մեջ ենք, Աստված մեր մեջով գործում է, ու մենք տեսնում ենք, փառաբանում ենք իրան, ու դրսիններն էլ տեսնում են, փառաբանում են իրան,
Այդ երիտասարդը, որ զանգել էր այդ անձնավորության համար, ինքը ազատվեց, եկավ մասնակցեց պաշտամունքներին, էլի եկավ մասնակցեց ինչ-ինչ պատճառներով սկսեց չգալը, բայց դա արդեն ինքը տեղը գիտեր փրկության։ Ինքը գիտեր, որ կան հավատացյալներ, որ հավաքվում են միտեղ, որ կարան օգնեն ու քանդեն են կապանքները, որ ոչ մեկ չի կարա, ոչ մեկ, տենց մարդկանց ոչ մեկ չի կարա օգնի, միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսը, միայն Հիսուս Քրիստոսով է այդ ազատագրությունը։ Փառք Իրան, սիրելի քույր եղբայրներ, կարճ հորդոր, որ մենք էլ Աստծո խոսքը պինդ պահենք, որ մենք էլ գործենք մեր Տիրոջ անվան ու փառքի համար, Աստված օրհնի բոլորին։